2025 թվականին ՄԻՊ աշխատակազմը զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից ստացել է 900 դիմում բողոք, որոնց գերակշիռ մասը 86%-ը վերաբերել է առողջապահության պահպանման իրավունքին, այդ թվում պատշաճ հետազոտություններին և փորձաքննություններին։ Այս մասին հայտնեց ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Ալբերտ Դանիելյանը առողջության պահպանման իրավունքը բանակում և քրեակատորական համակարգում թեմայով քննարկման ժամանակ։ Վերջինս ընդգծեց, որ ՄԻՊ-ում բազմաթիվ են դեպքերը, երբ պաշտպանի միջամտությունից հետո կայացված որոշումները, որոնք վերաբերել են բժշկական հանձնաժողովների թերի աշխատանքին, չեղարկվել են։ Բանախոսի ներկայացմամբ, չնայած վերջին տարիներին զորակոչային բժշկական հանձնաժողովների աշխատանքները լավարկվել են, այնուամենայնիվ կան խնդիրներ, որոնց ուղղությամբ պատասխանատու մարմինները պետք է աշխատանքներ իրականացնեն։ Մեր գործող կարգավորումները չեն սահմանում կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից օրական փորձաքննությունների առավելագույն թույլատրելի քանակ։ Պաշտպանի դիտարկմամբ նման կարգավորումները հոսքը նման փորձաքննությունների մեծ լուրջ ռիսկեր է ստեղծում փորձաքննությունների որակի համար, ինչպես նաև զորակոչվող անձանց առողջության համար։ Մյուս խնդիրը մեր գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս զորակոչիկին իր վստահելի բժշկին որպես մասնագետ խորհրդատու ներգրավելու փորձաքննության գործընթացում։ Մեր դիտարկանք դա նույնպես կարող է բարձրացնել փորձաքննությունների որակը, ինչպես նաև զորակոչիկների իրազեկվածությունը։ Առողջության պահպանման խնդիրները չեն շրջանցել նաև քրեակատորական հիմնարկները, չնայած նրան, որ Արդարադատության նախարարությունը վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել։ Քննարկմանը մասնակցող բանախոսներից ՄԻՊ աշխատակազմի մեկ այլ ներկայացուցիչ Հովհաննես Ղուկասյանը խոսեց նախորդ տարի քրեակատորական հիմնարկներում արձանագրված մահվան 24 դեպքերի մասին, որոնցից 8-ը եղել է ինքնասպանություն։ Ղուկասյանը նկատել է, որ աճել են նաև ինքնասպանության փորձ կատարելու դեպքերը։ Ինչ վերաբերում է ինքնավնասման դեպքերի վիճակագրությանը, ապա բանախոսի հավաստմամբ այդ դեպքերը նվազման միտում ունեն։ Ղուկասյանը խոսեց նաև այլ խնդիրների մասին։ Արձանագրել ենք նախ ինքնասպանության եւ ինքնավնասման ռիսկի գնահատման գործում խնդիրներ։ Ճիշտ է, 2022 թվականից քրեակատորական հիմնարկներում ներդրվել է ինքնասպանության եւ ինքնավնասման ռիսկի գնահատման գործիքը, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի այցերն էլ ցույց են տալիս, որ դրա արդյունավետությունը շարունակում է ցածր մնալ։